Աստվածաշնչյան ընթերցանություն Ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Հոկտեմբերի 13 Աստծո ուզածի պես եղած տրտմությունն ապաշխարության է տանում։ Երկրորդ Կորնթացիս 7:10 Գործած մեղքերի համար իրական զղջումը Սուրբ Հոգու գործունեության արդյունքն է։ Ապաշխարությունը չափազանց անսովոր ծաղիկ է, որպեսզի աճի սովորական բնական պայմաններում։ Եթե մարգարիտը կակղամորթիների խեցիներում ձևավորվում է բնական ճանապարհով, ապա մեղավորի ներսում երբեք ինքն իրեն ապաշխարության չի տանի ու չի կատարվի, եթե այդ գործը նրանում չիրագործի աստվածային շնորհը։ Եթե քեզանում գեթ մեկ կաթիլ իրական զզվանք կա մեղքի հանդեպ, ապա այն քեզ տվել է Աստված, քանի որ մարդկային բնության անբերի հողին երբեք պտուղներ չեն աճի։ Մարմնից ծնված մարմինն է։ Հովհաննես ավետարան 3:6 Իրական ապաշխարությունը միանշանակ մատնանշում է Փրկչին։ Երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերից, մենք ասես մի աչքով տեսնում ենք մեղքը, մյուսը Գողգոթայի խաչը։ Սակայն ավելի լավ կլիներ, եթե մենք երկու աչքով նայեինք Քրիստոսին, մեր սեփական մեղքերը տեսնեինք իր սիրո լույսի ներքո։ Մեղքերի համար իրական զղջումը շատ ուսանելի է։ Չի կարելի ատել մեղքն ու միաժամանակ ապրել մեղքի մեջ։ Ապաշխարության միջոցով մենք տեսնում ենք մեղքի վտանգը ոչ միայն այն տեսականորեն, այլև գործնականում։ Մենք պետք է փորձենք խուսափել դրանից այնպես, ինչպես այրվածք ստացած երեխան է խուսափում կրակից, այնպես ինչպես թալանված մարդն է խուսափում նույն ճանապարհով գնալուց։ Գործած մեղքերի համար իրական զղջումը մեզ կստիպի հետևել մեր խոսքին, որպեսզի վատ բառ չարտաբերենք, վերահսկել սեփական վարքը, որպեսզի ոչ ոքի չվիրավորենք։ Եկեք ամեն օրն ավարտենք սեփական թերությունների երեկոյան անկեղծ խոստովանություններով գանք Տիրոջ առաջ, իսկ ամեն առավոտ արթնանանք բարեխոսական աղոթքներով այն մասին, որ Տերը մեզ պաշտպանի մեղք գործելուց։ Անկեղծ ապաշխարությունն անդադար է, այն տեղի չի ունենում դեպքից դեպք, եւ հավատացյալներն ապաշխարում են իրենց գործած մեղքերի համար, ընդհուպ մինչև մահվան պահը։ Ժամանակը տանում է ցանկացած դառնություն, ցանկացած զղջում, բայց գործած մեղքերի զղջումը միայն աճում է մեր հոգևոր աճի համեմատ։ Դա այնքան քաղցրահամ դառնություն է, որ մենք շնորհակալ ենք Աստծուն այն զգալու եւ այն վայելելու հնարավորության համար, քանի դեռ չենք ննջել հավետ։